Ինչ ես անում Նորո ջան։ Ես եմ գրում, որ պատրաստում ենք երեկոյան խորովածին։ Սիրելիներս, տոնում ենք մարտու 8-ը։ Հիմա խոզի միսը կդրեմ բզնեմ, կանցնենք լորերին։ Ահա։ Այս գեղեցիկ, ճիշտ է, բուկետը փոքր է, գունեղ, գեղեցիկ գույներով, գարնանային ծուլպաններով շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերին, աղջիկներին, տատիկներին մարտի 8-ի կապակցությամբ։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, անապ երկինք, խաղաղ օրեր, թող խաղաղությունը միայն տիրի աշխարհով մեկ, բոլորս էլ լինենք առողջ։ Լինեք գնահատված, սիրելի մայրեր, տատիկներ, քույրեր, սիրեք կյանքը, ինչպես որ կա, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, միշտ ուրախ եղեք, բարի, սիրով լցվեք, սեր ու բարություն տարածեք ձեր շուրջ բոլորը, իսկ հիմա պատրաստվում ենք երեկոյան խորոված, ինչպես որ տղաս ասեց, նշում է տղաս մեր մարտի 8-ը, հրավիրում ենք բոլորիդ, համեցեք սիրելիներս, համ մեր տունն է մեծ, համ էլ մեր սիրտն է լայն, բոլորիդ էլ հրավիրում ենք, համեցեք։ Հիմա կկտրտի, կլցնի ամանները, ընթացքը լրիվ ցույց կտամ սիրելիներս, այսօր լոր ենք ուտելու, հայկական չի, բայց տնական յուղոտ ընտիր լոր։ Տեսնում եք ինչ լորեր են։ Հիմա տեսախցիկը ուղեմ, որ լավ երևա։ Ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, այս Ռուսաստանում լորերը գլուխներ չունեն, կտրած են գնել։ Մաքրած, մաքուր, ուղղակի գլուխ չունեն։ Այսօր միասին խմելու ենք սիրելիներս։ Պատրաստվեք, եկեք։ Հայկական գարեջուր էլ ունենք։ Խնդրեմ, համեցեք։ Դնենք սառի, որ սառած վիճակում համեղ է լինում, գարեջուրներ, շամպայնն էլ։ Ինչպես եք սիրելիներս, դուք ինչպես եք անցկացնելու ձեր մարտի 8-ը։ Գարնան գեղեցիկ տոնը, Հայաստանում միամսյակ են նշում, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կարծեմ։ Ճիշտ է, որ ապրում էի Հայաստանում, մեր օրոք չկար, միայն մարտի 8 էինք նշում, հիմա նոր է, մի քանի տարվա պատմություն ունի միամսյակը, նորից եմ ասում, եղեք առողջ, եղեք ուրախ, հարգված, սիրված, գեղեցիկ մնացեք միշտ, թե հոգով, թե տեսքով, իսկ հիմա թող որդիս սաղ դասավորի, խորոված անելուն, աղ լցնելուն բոլորը ցույց կտամ ձեզ, իսկ եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ, անծանոթ, ծանոթ, բոլորիդ խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, դրեք լայք, որպեսզի ալիքը տարածվի, գոնե հասնենք 5000 բաժանորդի, որի համար շատ շնորհակալ կլինեմ։ Դե հիմա կհանդիպենք, ասում եմ առայժմս։ Սիրելիներս, կրակը արդեն վառվեց, հիմա եղանակը նայեք, հալվում է, ասեք, որ ահագին ձունը նստել է, կամանց լավ կլինի։ Ամանը վերցնեմ։
Կարելի ամանի մեջ լցնել, հեսա կլցենք աղի պրծին։ Տանյոք հանդերձ խորոված ենք անում։ Մեկը շարեր, մյուսը աղում է, են մյուսը մաքրում, բոլորս միասին գործողություն ենք անում։ Ես էլ մաքրեմ սեղանը։ Մնաց մի քիչ էլ կարտոֆիլ շարել։ Հա։ Խոզ աղի, բա։ Չէ։ Դե մենք հատ խոզել աղենք։ Ասես ջուր գետը։ Չէ, տան տնը կրակին, մենք հատ խոզել աղենք։ Կծու բիբարն էլ դնենք խորովենք կրակին։ Բայց ասեն, որ շատ կծու է, ինչքան ժամանակ առել ենք, ոչ մեկ չուտ, որտև կծու է, բացի անուտն։ Կարտոշկան աղաց, հա։ Աղացել եմ կարտոշկան, աղացա։ Բերեք այդ մապան փռեքսե կարտորը թափ սեղան կսրտվի։ Հա, այն կլին կորակ, սրտին։ Սեղանը կլին կորա, հռած, սրտին կմաքրին։ Բայց սինի մեջ կարտոր տնեմ, թե տնեմ մասի վրա, ինչ պիտի լի։ Լավ, դենեմ մասի վրա։ Ուզես սինին դերեմ։ Շեկը դենեմ մասի։ Շշի ծերերը պոմա դալգարկա սրել ապետք։ Այդ հազարազներն են։ Բայց սրանք ավել լավ կնեն։ Են որ առել ենք էլեկտրական այն սրել չի սրի, դրան չէ չի սրի։ Այն դանակի համար է, շշերը չի սրի։ Խորովածը դրեցինք կրակին, կոֆեն էլ բերեցինք, դրսում ենք խմելու, դուրսը տաք, ցուրտ չի, պլյուս է, 2 կամ 3 է պլյուս, հալվում է արդեն ձունը, կամաց կհալվի, կմաքրվի արդեն, սպասում ենք այդ օրերին, որ ձունը երբ պետք է հալվի։ Հիմա սիրելիներս խմենք, դուք էլ ձերը դրեք, եկեք միասին խմենք։ Կրկին անգամ շնորհավոր բոլորիդ մարտի 8-ը, սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ, տատիկներ, միայն առողջություն եմ ցանկանում բոլորիդ։ Կարոտել ենք դրսի եղանակին, անհամբեր սպասում ենք երբ պետք է տաքանա, արդեն դուրս գանք, այն որ մենք ասում ենք, թափենք դրսները, գործ անենք, զբաղվենք, օրներս անցկացնենք։ Հյուրեր չունենք սիրելիներս, այսօր բոլորը զբաղված են, բոլորը նշում են։ Եթե հանկարծ հյուր ունեցանք, հյուրերին է կնկարենք, բայց գիտեմ, որ չունենք այսօր, մենք մեր ընտանիքով ենք այսօր տոնելու մեր մարտի 8-ը։ Նորո ջան խմի սառա, դրսի կոֆեն մաքուրոթի շատ համեղ է, անուշ, թարմը աղացած, անուշ բույրով կոֆե է։ Այդ ձյան պատճառով ենք բերել տղաս տեղ է դրել, որ չի կարա ուրիշ տեղ դնի, այնքան ձուն կա, որ հազիվ ձների միջով հանել բերել է։ Դեչ այդ ամբողջ ծուխը դնում է ներս չգնաց, տեղ ոչինչ։
Դուք ինչպես եք, տոնում եք սիրելի հետևորդներ ջան ձեր մարտի 8-ը, թե ոչ։ Միշտ բարին եմ ցանկանում բոլորիդ, Աստված ձեզ օժնի, պահի, պահպանի։ Մի փոքր քամի արդեն կա, մի փոքր, բայց ցերեկը լավ տաք էր, արև, անուշ եղանակ էր։ Արի Մարինկա ջան, ինչ ես բերել։ Դու ես տանում, հա։ Հարցնել ներսում Մարինեից հետ սեղանն են պատրաստում։ Հայաստանում արդեն ցանած կլինեք, չէ՞, սերմերը, սիրելի հետևորդներ ջան, ովքեր մշակում են։ Ժամանակն է, բայց երեք ոնց որ ձուն է եկել Հայաստանի մարզերում, որտեղ խոսում էինք այսօր հեռախոսով շնորհավորում էինք Հայաստան։ Ասացին, որ ձուն է եկել, ցուրտ է։ Ոչինչ, տաքերը կընկնի, կարևորը ցուրտ չլինի, ծառերը բողբոջած են արդեն, հանգարց ցուրտը չտանի։ Արմարին է ջան, տար թո մոքսին։ Տակա, սպաս ես դնեմ ափսի մեջ, տա տալերկայով տար։ Խմեցինք, վերջացրեցինք, հիմա խորովածը հենց պատրաստ լինի, վերցնենք գնանք տուն։ Արդեն խորովածը պատրաստ է, տեսեք որդիս ինչ խորոված արեց, սիրելի հետևորդներ ջան, համեցեք բոլորով։ Եկեք միասին խորոված ուտենք, նշենք մեր մարտի 8-ը, իմ լավ հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Հիմա խոզի միսը քաշում է, մի 2 րոպեից լորերը եւ գնանք ներս։ Մա դանակ բերելի Մարինկա։ Դանակ բեր։ Հաց բեր մի քիչ։ Սեղանը պատրաստ է, խորովածն էլ բերեցին։ Ինձ մնում է ասել մեզ բարի ախորժակ, ձեզ հաճելի դիտում։ Սիրելիներս, որոշեցինք, որ խորովածը ուտենք, վերջացնենք, մեր տոնը նշենք մեր տանը եւ հույր ենք գնում։ Ուր ենք գնում, գնում ենք աղջկաս եւ թորնուհիներիս տոնը շնորհավորելու ճանապարհին կնկարեմ։ Սիրելիներս, աղջիկս հարգելի պատճառով այսօր չկարողացավ գալ մեր տուն, մեր մարտի 8-ը շնորհավորել, իհարկե հեռախոսով շնորհավորել է։ Որոշեցինք մենք գնանք։ Այստեղ էլ երգի տակ, մենք էլ ենք երգում, բայց երաժշտությունը անջատեցին, որովհետև YouTube կանալը չի թույլատրում։ Մարինես երգում է, պարում է, սիրելիներս, գեղեցիկ ծաղկե փունջ, գեղեցիկ նվերներով գնում ենք, սուրպրիզ անենք։ Որքանով կստացվի, չգիտեմ, որտև դամաֆոնը պետք է բացեն, դուռը պետք է բացեն, որ ստացվի անպայման ցույց կտամ։ Պաչիկներ բոլորիդ։ Տեսեք ոնց է երգում։ Չքնաղ Մարինես, չքնաղս։ Երգում ենք, պարում ենք բոլորիդ համար,
իմ չքնաղ գեղեցկուհիներ, իմ լավ բաժանորդներ, միշտ ուրախ լինեք։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, ստեսություն, մինչ նոր հոլովակ։